Սիրելի ժողովուրդ, ուրեմն բոլոր տեղերը նույնը, անցնելով, լսելով, ժողովրդի խոսքը, խնդիրը, պրոբլեմը բոլորը գիտենք։ Իհարկե մեծամասնություն Պարոն Ծառուկյանի ճանաչումը, շփվել է, աշխատում ենք, ով գիտեք, որ մեր խոսքը գործ է։ Այսօր ամենակարևորը տիրապետում եմ, գիտեմ, խնդիրը, պրոբլեմը եւ դրա լուծումը։ Արարածան դաշտավայրը բոլորս էլ գիտենք, հիմնական խնդիրները այսօր ինչ-որ ժողովուրդը զբաղվել է, հազար բաներ պետք չեն։ Միայն ու միայն այդ եղածի հնարավորությունը բդրվի ժողովրդին, որ ժողովուրդը կարողանա իր աշխատողի ընտանիքը պահի։ Այսօր միշտ էլ Հայաստանի դաշտավայրը համապատասխան իրեն պտուղ վաճառելով, խաղով, զբաղվելով համապատասխան պետք է պահածոյի գործարանները, որը վերազինվեն, գինու գործարանները համապատասխան մարդկանց կարողանան, որ բոլոր մտերքը ընդունեն։ Եվ այսօր բացի դրանից, այսօր մենք կարող ենք անսահմանափակ պտուղ բանջարային արտանել ամբողջ աշխարհում մեկ, Ռուսաստանով, արաբական երկրներով, որ ամենալավ, որակյալ համեղը մերն է։ Դրա համար պետք է կազմակերպել արտահանման համար համապատասխան սառնարաններ ստեղծել, այրոպորտում կետ բացել, կարգո բացել, որ ասենք թե ապրանքը ամբողջ տարին կարողանան արտահանել։ Այսօր հիմնական խնդիրը, ժողովրդի առաջ սառացած խնդիրը դա գալիս է բանկերի տոկոսները, որ այսօր բանկերը բոլորը ժողովրդին խորտակել են, կործանել են, ունեցվածքը վերցրել են։ Այսօր այդ նույնպես ես այս տոկոսի մասին չէի լսել, միշտ գիտեմ 24-30, այսօր ռեդիոյում ասում են 35-36%։ Ձեր մոտ էլ ատ են։ Բայց ժողովրդյան 35-36 տվողը պետք է պատասխան տա, թե տես տոկոս աշխարհում տես եկամուտ շահույթ, էլ աշխատող ժողովրդին ինչ եկամուտ պետք է ստանա, որ 36% էլ կարողանա տանի փակի։ Ես ինքնիկան դուրս գալի, որ ես կրկնվում եմ, բոլոր տեղերը ասում եմ, բայց բոլոր տեղերը ժողովուրդը ցանկանում այդ հարցն է տալիս։ Ավանք, թոշակ, բանկ, համապատասխան արագաչափ, ավաններ, բանկի տոկոսներ, ասենք թե առողջապահության խնդիրներ, որ ոնց ասում է ժողովուրդը խնդիր ունի, պրոբլեմ ունի, հիվանդանոց գնալու օպերացիայի, որը այդ պետպատվերը չի աշխատում, սիրելի ժողովուրդ։ Պետպատվերի գումար տրամադրում առողջապահության համար, մեր բյուջեի 81 միլիարդ դրամ տրամադրված է, բայց ոչ մեկը լիարժեք չի կարողանում օգտվել, գնում է խնդրողի կարգավիճակում, կընդունեն, չեն ընդունի, այդ չի ասում, որ այս մարդու վաստակից, այս մարդու գումարից այդ պահումներն արել, բյուջեի գումարը կուտակվել է, որ այս մարդը օգտվելու իրավունք ունի, ասում են գնացեք, հետագրվեք, հետո գնում ես ասում գումարն ապրծեք, ասում եմ համապատասխան պետք է սերտիֆիկատի տեսքով ոնց որ ամբողջ աշխարհում է, ամեն ընտանիքին հանձնեն, ինչքան է իրեն հասանելի գումարը, 200,000, 300,000, մարդը կգնա դիմողի կարգավիճակում, հպարտ, ոչ թե գլուխը կա խնդրողի կարգավիճակում, լավ կընդունեն, ջեր կընդունեն, կմոտենան կդիմի, եթե չէ կգնա ուրիշ տեղ։ Կամ սիրելի ժողովուրդ, կարելի է ամեն մարզային կենտրոնական հիվանդանոցը ձրի սարքել, այդ գումարները տրամադրեն, որ մարդիկ առավոտյուրիկում կարող են գնալ եւ ստուգվել, եւ բուժվել, եւ օպերացիա անել։ Ասում եմ, աննարին ոչինչ չկա, սիրելի ժողովուրդ։ Պետք է ճիշտ ծրագրավորել, սրտացավություն ունենալ, գործին տիրապետել, ոչ թե
միայն անգիրարած թղթերի վրա, որ մարդիկ չգիտեմ ինչ կրթություն ունեն չունեն, այսօր համապատասխան մարդը պրակտիկորեն պետք է հասկանա տիրապետի ժողովրդի դարդու ցավը խնդիրը։ Այսօր նայ ասենք թե համապատասխան ռոռոկման ջուրը սարքել են 90,000, 100,000 հեկտարը։ Լավ այդ մարդը ինչ է ստանալ, այսօր պամիդորը 20 դրամ, զմերուկը 30 դրամ, բադեջանը 20 դրամ, ոնց գումարի տանի 100,000 ընդեղ վճարի, հələ փոխադրման խնդիրը կա, վաճառելու խնդիրը կա։ Այն էլ ջուրը ոչ թե ասենք թե հոսանքով հորքային է, որ համապատասխան բոլորը գիտեն Հարացյան դաշտավարում, եթե մի հատ հորքային նասոս կամ առանց նասոսի մի հատ հորքը փորվի, համապատասխան վարկյանում 250-300 լիտր ջուր է դուրս գալ ինքնահոսի։ Որ կարելի է մի բարձունքի վրա համապատասխան մի 5 հատ հորքեր փորել համապատասխան եւ այդ ջուրը թող այնպես առուներ, այնպես կազմակերպեն, որ մարդիկ ջրեն։ Մենք ասել ենք հեկտարը 1000 դրամ։ Մարդիկ ասում են չէ, դա պոպուլիզմ է, չի լինի, բայց քիչ չի լինի։ Ոչ հոսանք է ծախսում, ոչ գազ։ Միայն հորքը փորում եք համապատասխան բարձունքի վրա առուները գցած, քաշած, մարդիկ թողած կարիքի ջրեն։ Հիմա որ այդքան ջուրը գնում թափում արած, մենակ թե չէ փողը տուր նոր ջրի, բայց հարկավոր չի դրանց պատժել։ Ավելի լավ է թափի արած, թե մարդը կարողանա մշակի, վարիք ստանա տանիրատունը պայի։ Ցանկացած խնդիր լուծում ունի, սիրելի ժողովուրդ։ Չլուծվող խնդիր չկա։ Պետք է սրտացավություն, ժողովրդին սիրես, ժողովրդին հնարավորություն տաս, որ մարդիկ կարողանան շփիտ գտնեն, հույս ու հավատ գա։ Օր-օրի ավելի հետ ենք գնում։ Հետ Առաջ չեն գնում, բան չի փոխում, բայց բան փոխվելու համար, սիրելի ժողովուրդ ջան, պետք է աշխատատեղ ստեղծվի, պետք է ցանկացած մարզում գումար դրվի, ոչ թե ինչ-որ գործարարը պլանավորած, ինչ-որ մի ոլորտի զարգացման համար, դա ժողովրդի վրա չի երևա։ Այսօր համապատասխան 10 մարզ ունենք, ամեն մարզի վրա թող $50 միլիոն փող դրվի, գործարանները բացվի, մարդկանց հնարավորություն տա, մեխանիզացիա կլինի, սերվ կլինի, որը մարդիկ կարողանան դրա համապատասխան սպառումը լինի։ Եթե 10 մարզի վրա դնենք 500 միլիոն է կազմում, ճիշտ է թե ոչ։ Եթե մենք այսօր կարողանում ենք տնտեսական աճ տանք, ամեն մի տոկոսը 21 միլիարդ է, 12% աճի դեպքում դա կազմում $500 միլիոն։ Թող համապատասխան ասենք այդ 10 մարզը 500 միլիոնը փակում է, 50 միլիոն թող չդրվի, ժողովուրդ, 20 միլիոն դնեն, ամեն տարի 20 միլիոն դնեն, կազմա 200 միլիոն։ 100 միլիոնը թող համապատասխան թոշակների վրա օգտագործեն, այն մի 100 միլիոն էլ գործանի զարգացման համար դնեն։ Ամենակարևորը պետք է տիրապետեն, պետք է հասկանան, պետք է մարդկանց հնարավորություն տան։ Մարդիկ կարողանան աշխատեն, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավանա։ Թե չէ դատարկ խոսքեր ասելով չի լինում։ Այսօր 50 հատ գործատեղա բացում սաղ ցույց են տալի, բայց չեն ասում 50-ը բացում է 5000-ը փակվում է։ Հիմնական սա է խնդիրը, որ այդ խնդիրները պետք է կարգավորվի։ Մարդկանց հնարավորություն տան, թոշակները 25,000-ով ամեն ամիս ավել ստանան, դա նույնպես չնչին գումարը։ Մարդը չի կարող իր թոշակով լիարժեք չի կարող ապրի, թե ոնց են ապրում ես չգիտեմ։ Գազ գործանքը վճարի, իր ուտելիքը, իր սնունդը չի լինում։ Ուսանողների համար ասենք թե սովորելու համար, թոշակների ասենք վճարների համար երեխան դուրս է մնում։ Ինչ պետք է անեն, որ ծնողը կարա գիշերը հանգիստ քնի, որ գումարի պատճառով երեխան դուրս է մնում, որ երեխան էլ ցանկությունի սովորելու կարգին մարդ դառնա, իր ընտանիքը բարեկեցիկ կյանքով պահի։ Ոչ մի նորմալ ծնող չի կարա գիշերը քնի։ Դրա համար ինչ պետք է արվի։ Չեմ ասում ծրի, Եվրոպային ոնց է։ Երեխան ցանկանում է սովորելու, գնում սովորում է, պայմանագիր է կապում պետության հետ, համապատասխան ավարտելուց հետո երբ կաշխատի 15 տարում կամաց այդ իր գումարը հիմա պետք է լինի $5,000, 15 տարում կփակի, ամեն տարում $500 կփակի, $300 կփակի, տարին $300, աշխատող մարդի համար աշխատավարձի վրա չի երևա։ Ուզում եմ ասել, որ բոլոր խնդիրները լուծում ունեն։ Ավանդների համար, որ իրոք այսօր մեր տարեցների հիմնական դարդուցավը խնդիրը իր այդ վաստակած գումարը, որ ուզում է հետ ստանա, կարողանա իրան մի քիչ լավը զգա, իր առողջության համար, իր բուժման համար, բայց այսօր ասենք ձգձգում է, մենք ասում ենք, որ անմիջապես դա կարգավորենք, որ ստանանք։ Ասեմ ոնց, ամեն տարի կուտակային ֆոնդը բյուջեից 28 միլիարդ գումար Կուտակային ֆոնդի համար պահում անում ուղարկում է, որ մեր ժողովուրդը 40 տարի հետո պետք է բարձր թոշակ ստանա։
40 տարի հետո այդ մարդը չկա, դրամը փոշյանում է, ինչ է լինում։ Բայց այսօր մարդը չի կարող սնվի երեխային պահի, մենք մտածում ենք 40 տարի հետո։ Տնտեսական ճգնաժամի ժամանակ համապատասխան սառեցնում ենք, չենք տալիս։ Այդ գումարը այս անգամ այս տարի տրամադրում ենք թոշակառուներին ու դա տալով վերջացնում ենք, որտեղ արդեն 45%-ը բաժանացավ։ Որ այդ մարդիկ ասենք այդպիսի քայլ կատարվի, այդ մարդկանց կյանքն կերկարի, էլի ժողովուրդ։ Ինչ որ ասում եմ, ավելորդ բաներ չեմ ասում։ Ժողովուրդ ջան, այսօր հիմնական ձեր այս վիճակին հասցնելը, ասում եմ, բանկային համակարգն է։ Որ այսօր պետք է դուք հնարավորություն տաք, որ մենք կարողանանք իրավունք ունելու, ստուգելու, պատժելու այն բանկերը, որոնք վերցել են համաշխարհային բանկից գումարներ 0%-ով, 0.25, 0.75%-ով եւ 25, 30, 35%-ով ժողովրդին են տվել։ Դա պատասխանը պետք է տան։ Մենք պետք է իրավունք ունենանք, որ այդ քայլը կատարվի, պատժենք, վերցնենք ժողովրդին հետ վերադարձնենք։ Բանկի տոկոսը պետք է լինի 2-ից 5%։ Գոնե բանկին դիմողը, որ այսօր անդունդի եզրին կանգնած չլինի։ Դե չէ 35%-ով վերցնես խորտակված մարդ ես։ 2-ից 5% համ բանկը թողի շահույթ ունենա 2-3%, համ իր աշխատավարձները տա։ Բոլոր խնդիրները էլի ժողովուրդ լուծելի են։ Ամենակարևորը, երբ որ ովքեր որ ինձ հետ աշխատել են, դա կլինի ցեմենտի գործարանում, թե կլինի ասենք խաղաղորդների հետ, որ մենք աշխատում ենք, բոլորն էլ գիտեն, բոլորն էլ տիրապետում եմ, հասկանում եմ, շփվում եմ, խոսքս խոսքա, գործս գործա, ասածը ես այդ դրության մեջ մտնում եմ։ Կարևորը դուք պետք է գնաք ընտրության, ձայնը տաք այն կառույցին, ում հավատում եք, խաթր պետք է չանեք, ընկեր, բարեկամ, ծանոթ, չգիտեմ, ղեկավար, որտեղ նրանք ձեր տները չեն պահելու, ձեր տունը դուք եք պահելու։ Այսօր խաթր է անում 5 տարին մեկ հնարավորություն է տրված, որ ձեզ հնարավորություն է տրված ճիշտ ընտրություն կատարեք, համապատասխան եւ դրանից հետո պահանջեք։ Եթե ասենք թե այսօր 12 թվականին, իհարկե համատած 2008 թվականին ավելի շատ ձայն եք տվել։ Բայց չբավարարեց 50+1-ը, որ մենք կարողանանք օրենք փոխենք, մարդ փոխենք, համակարգ փոխենք, պայման ստեղծենք, լավ աշխատողին պարգևատրենք, վատին հեռացնենք։ Դրա համար ձեր հավատը չկորցնելու համար ես կոալիցիա չեմ մտել։ Տալիս էին 8 նախարար էին տալի, 4 մարզպետ էին տալի, բայց եթե իմ խոստումը ժողովրդի առաջ չեմ կարող կատարել, ինչի համար վերցնեմ։ Ես քաղաքականություն չեմ մտել, դու ինչ ճիշտ հասկացեք, փողի պաշտոնի համար։ Ես իմ համար Աստծո կամոք, որ ասենք թե կայացել ենք, հասել ենք, դա մեր բարիությունն է, կամեցողությունն է, մեր պապեկան ասացվածք ունեն, ասում եմ մարդը ինչքան բարի է, կամեցող է, այնքան Աստված իրեն շատ է տալիս։ Դա իրականություն է։ Նախանձ մարդը գիշերը հանգիստել չի քնում, ինչ ճիշտ հասկացեք։ Չար մարդը չի կարող հանգիստ քնի։ Այսօր եթե մարդիկ ուզում են ժողովրդի հաշվին համոզելով, վախացնելով ձայն հավաքեն, որ падգամավոր լինեն կամ պաշտոնի մնան, անհնար է, ինչ ճիշտ հասկացեք, օրորի ժողովրդի վիճակը վատանում է։ Մեկի պատճառով մի ամբողջ քաղաք, մի ամբողջ մարդ պետք է չտուժի։ Այլ պետք է հասկանալ, որ ցանկացած մարդ ուզում է ապրի, ցանկացած մարդ ուզում է իր ընտանիքը պահի։ Այսօր նայում եք ժողովրդի դեմքին ժպիտ չկա, փալ չկա, հիասթափված, կոտրված, ընկճված, կամ կանայք մնացել են, տղամարդիկ գնացել են, որ որոցեմի գումար վաստակ են, իրենց հորը պահելու համար, ընտանիքի համար։ Կարողանում են, գնում են ու 3 ամիս հետո այնտեղից փող են ուղարկում։ Լինում է մի տարի, 2 տարի հետո տունել են առնում, տնեցիներին էլ են տանում։ Դա ինչ է նշանակում։ Աշխատող ժողովուրդ ենք, պայքարող ժողովուրդ ենք, ուրեմն մենք ենք մեղավոր, որ պետք է համակարգ լինի, հնարավորություն փոխվի, որ այդ մարդիկ իրենց հայրենիքում մնան եւ աշխատեն։ Այնպես որ ցելի ժողովուրդ ջան, ես ձեզ նորից եմ ուզում ասել, որ այսօր ձեր ճակատագրի որոշումը դուք եք։ Նորից սխալ որոշում արեցիք, իմացեք 5 տարի նորից նույնն է լինելու։ Մի բան էլ կարող եմ ասել, որ անկախ ամեն ինչից, ով ուզում է ասենք թե որ կուսակցությունը կհաղթի, 15 կետերը պարտադիր պետք է կատարվեն։ Առանց 15 կետերի տնտեսական ճգնաժամը ավելի խորանալու է, ժողովրդի վիճակը ավելի ծանրանալու է, ունեցվածքը լրի մնալու է բանկերին եւ պրոբլեմ ու խնդիր լինելու։ Եկել էին եվրոպական խորհրդարանից տարբեր երկրների, ասենք թե падգամավորներ, իշխող կուսակցության ներկայացուցիչներ ծանոթացել են մեր ծրագրի հետ։ Ողջունել են, որ այո, հալալած է, ճիշտ ծրագիր է, մշակած, սա ամենաանհրաժեշտությունն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի։ Ես ասեմ, այսինքն կարող եմ ժամերով ասել, հիմա էլի տարբեր տեղեր հանդիպումներ են, ճանապարհները փակում են ժողովուրդը։ Պարոն Ծառուկյան ջան, փրկեք։ Ծառուկյանի ցավը տանեմ, փրկեմ, հնարություն տվեք փրկել։
Կարճ անմիջապես ասում եմ, հենց առաջի ամսում 15 կետերի որոշում է կանալու։ Դրանից հետո ամեն մարզում թե դրսից գումար կբերեմ ծանոթով ընկերության, ամեն մարզում պետք է իմանան, որ այդ 20 միլիոնը որտեղ է դրվել, որտեղ պետք է դրվի Արարատում, պետք է դրվի խաղաղագործության համար, զավոդի վերականգնման համար, համապատասխան որ մարդիկ իմանան, որ կարող են իրոք գնալ մեխանիզացիա համար, սերմերի համար, որ ավելի էլիտար սորտի սերմ լինի, մարդու ցանածն ու հավաքածը, որ կարողանա արդյունավետ լինի, ինչ ճիշտ հասկացեք։ Ամեն ինչը տիրապետում են, գիտենք։ Դրա համար ասենք, թե պետք է լինի 50+1, որ մենք կարողանանք այդ հնարավորությունը ստեղծենք։ Այսօր աշխարհով մեկ փոքր ու միջին բիզնեսը ցանկացած պետության համար տալիս է բյուջեի 40% մինիմումը, մինչև 60, 70, 80, Ֆինլանդիայում ես կարծեմ մոտ 90%։ Փոքր ու միջին բիզնեսը տալիս է բյուջեի 90%-ը։ Ամերիկայի պես երկրի համար փոքր ու միջին բիզնես տալիս է 64%-ը։ Մեզ մոտ արդեն նիշ ընկել է, դարել է 1%, որը 95,000 փոքր ու միջին բիզնեսի կառույցներ կան, զբաղվում են։ Ու եթե ասում 1% ադարել, ինչ է դա նշանակում, որ անկման եզրին է։ Եթե ասենք, թե դա էլ փակվեց, այս տարի հնարավորություն չտվին, հարկերի չազատեցին, դա էլ է վերանալու։ Այլ հակառակը քանի չի վերացել, դեռ մարդիկ շնչում են, ամեն մի կառույց իր հետ 3, 4, 5, 2 ընտանիք պահում է։ 3 տարի հարկերից ազատ են։ Այսինքն այդ մարդիկ էլ գործազուրկ չեն լինի, աղքատ չեն լինի, գոնե իր աշխատանքով իր տունը կպային, այդքան ընտանիք կփրկենք։ Ես ոչ թե այսօր պոպուլիստական հայտարարություն եմ, իրական բացատրում եմ, որ եթե 95,000 կառույցը 95,000-ը մի ամեն մեկը իր այդ 3-4 ընտանիք կպայի, հա հնարավորություն տանք թող ապրեն։ Երբ որ ասենք տեսանք խոշորացան, արդեն մարդիկ կարող են շահ ստանան, համապատասխան կարելի է թեթևակի հարկերն ավելացնել։ Եթե սա մենք կատարած դնենք 2009 թվականից, այդքան գործազրկություն, աղքատություն արտագաղթ չէր լինի։ Պետք է ցանկացած երկրում տնտեսական ճգնաժամի ժամանակ հարկերը ցածրացնում են, հնարավորություն են տալի, արտոնություն են տալի, հա մեկը փակվեց, արդեն ոչ հարկ է տալու, ոչ աշխատող է պահելու, աղքատություն, գործազրկություն արտագաղթ օրորի լինելու է։ Այսօր 50 աշխատատեղ է բացում, սաղ ցույց են տալի, նկարում են 50, հասկացա, 50 աշխատատեղ բացվեց, 5,000-ը փակվեց, որտեղ այսօր նայում ես ասենք, թե շահութաբեր չի լինում, մարդկանց պետք է արտոնություն հնարավորություն տաց, որ մարդիկ կարողանան աշխատեն ապրեն։ Սիրելի ժողովուրդ, ուրեմն նորից եմ ձեզ ասում, որոշելու խնդիրը ձերն է, ձեր ապագայի, ձեր երեխաների, ով կարող է անել, համապատասխան ընտանիքում, հարևաններում, կոլեկցիոնում կարող է քննարկել։ Վատամարդ չդառնալու համար, համապատասխան ով ասի, ասեք այո, անպայման կմտածենք, չեմ մասնակցելու։ Գնալու, ասենք թե ձեր հոգին ինչ թելադրում է, ասենք մարդու անցած ճանապարհը պետք է նայես, մարդու գործունեությունը նայես, որ մարդը իրոք կարանի, արելա որցե մի բան, ինչ որ մի բան ձեռնարկել արդյունքի հասելա թե ոչ։ Այնպես որ այդ բոլորը դուք պետք է նայեք, այդ որոշում արեք ու պահանջեք, չեք մասնակցում, չեք տալի, խաթր եք անում, հետո ասում եք վայ վիճակներս վատ է, թողեն գնանք ոնց կլինի։ Այնպես որ ձեզ ասում եմ, ոչ մի բան հաշվի մի առեք, ոչ ծանոթ, ոչ բարեկամ, այլ հաշվի առեք ձեր ապագան, ձեր երեխայի ապագան, ոնց է լինելու, ինչ եք անելու, ինչ պետք է լինի։ Այսօր ես զգում եմ, որ ավելի անվերապահ այդ վստահությունը, հավատքը Սարոկյան դաշինքի կողմը կա, բոլորն էլ ուզում են, օր-օրի հավատում են, հույս են կապում եւ մենք դա միասնական անել ենք։ Հիմա մարդիկ ընկել են ցայտնոտի մեջ, առիթներ են բան գալիս ստորակետներ, մոտ օրերս Եղեգնաձորում ինձ հաց է տալի մեր հարգաժան լրագրողները։ Դե գիտեք, հիմնական ձեր թուրամության մեջ լրագրողները ձեր լրագրողներն են, որ ասենք թե իրենց ոնց պետք է այդպես կարող է, երբ նախադասություն ասեմ, նախադասության կեսը չգրեմ, վերջ 2 բառը գրեմ, նատել ու ցնցող վերնագիր դնեմ։ Ինձ հարց է տալի, պարոն Սարոկյան, որ 50+1 որ չհավաքեք, ինչ է կոալիցիա կարող եք կազմել։ Ասում իհարկե, որ 50+1 չհավաքեմ, անպայման կազմեմ, կորոշեմ, բայց ում հետ որոշողը ես եմ։ Եթե 48% հավաքել եմ, պետք է 3%, որ կարողանանք իրոք մենք արդեն որոշենք, կազմենք։ Ասում է, թե Սարոկյանն ասեց, դաշինք կազմենք։ Այս հավատանեմ, ես ասել եմ ում հետ, ես ասել եմ իշխանության հետ, ես ասել եմ, ես կորոշեմ ում հետ։
Բայց ես այս անգամ գիտեմ, որ դաշինք կազմելու խնդիր էլ չի լինելու, սիրելի ժողովուրդ։ Մենակ վերցնելու ենք, մենակ հաղթելու ենք եւ մեր ծրագրերն էլ իրականություն ենք անելու։ Նախ փրփուրներից են ընկել, ինչ որ մի քիչ տոկոս հավաքեն, որ համապատասխան խորհրդան մտնեն։ Մենք խորհրդան մտնելու խնդիր չունենք։ Ես պարտք ունեմ իմ ժողովրդին։ Պարտքը ոչ թե բարեգործությունն է, իմ պարտքը ժողովրդին պայման ունարություն ստեղծելն է, որ այս մարդիկ կանան ժպիտով, ոնց ասեմ, բարեկեցիկ կյանքով ապրեն, ուրեմն ասեք կյանքում ամենալավ գործը ես եմ կատարել, որ կարողանան դա բարձրացնել ձեր։ Ուրեմն գնում եք ընտրության, ընտրում եք ձեր հոգին ում թելադրում ում եք հույս եք ապում, ձեր ցավը տանեմ։ Աստված ձեզ պահպան, մինչև նոր հանդիպում, շնորհակալություն։